Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անջարի Թևանյանի դատարանի բախում են, պարոն Դավթյանը պայքարի առաջնագծում է սովորաբար լինում տարբեր շրջանակների կազմակերպած 7 տարի շարունակ 8 արդեն եւ պարոն Դավթյան ինչ անել, որ կրկնության ականատես չլինենք օրինակ հունիսի 7-ից հետո։ Սարա ջան, այս երևույթները նորություն չեն։ Սա միակ դեպքը չի։ Սա ինձ առաջ էլ է եղել, սա ինձ հետո էլ է լինելու։ Երևի գնալով կսաստկանա։ Սրա միակ լուծումը, ճիշտ ասած, ես առաջարկել եմ, մի մոդել եմ ներկայացրել քաղաքական ուժերին, որը դժբախտաբար ընկալվեց, բայց չիրագործվեց։ Հիմնական միտքն էր, որ բոլոր ուժերը մի դաշինք կազմեն, գնան մի դաշինքով, ստեղծեն ժողովրդի դաշինք միավորում, մի տողով գնան ընտրությունների, որ ժողովուրդը գնա ընտրությունների, գնա ինքը իրան ընտրելու, մի տող գնա, մեկին շատ է սիրում, մյուսին քիչ է սիրում, բայց հիմնականում կգնային մեկ կընտրեին մի դաշինքի, բայց չստացվեց։ Չնայած ամեն ինչ կորաշի, ասեմ ես, այս երևույթները, որ լինում են, դրդում են դրան։ Տեսեք, թշնամին ինչ է ասում, ասում ոնց ասում, պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ինքը արդեն բերեց միավորեց այդյան, պետք է դրանից օգտվել, ոչ թե ինչ-որ զարմանալ, այլ օգտվել դրանից։ Այո, միասին են, գնում են պատերազմի, մեր մոտ պատերազմ ընթանում։ Շատերը ասում են Սարդարաբադ ենք ունեցել, այսօր էլ Սարդարաբադը, ճիշտ է, բայց մոռանում են ասել, որ Սարդարաբադը մենակ չէր, կար Սարդարաբադի ճակատամարտ, կար Ղարախ Քիլիսայի ճակատամարտ, և մեկը որն էր, երեք ճակատամարտ տվեց և ինչն էր հիմնականում, Հայաստանի փրկության հարցն էր այդտեղ, այսօր էլ դրած է Հայաստանի փրկության հարցը, հիմա այդ որ ասում է եռագլուխ կուսակցություն, գոնե այդ մարդիկ ղեկավարներ են, որոնց ուսերին գլուխ կա, գիտեն ինչ են անում, Հայաստանի համար են անում, բայց հակառակ կողմը Էդ էլ չունի, մի օր նայում ես Ալիևի գլուխն է խոսում, մի օր Էրդողանի գլուխն է խոսում, մի օր Մակրոնի գլուխն է խոսում, մյուս օրը չգիտես, որ Սևշան գլուխ է կխոսի։ Հիմնականը դա է, և կուսակցությունները ես ինչ եմ առաջարկում։ Սարդարաբադը մենակ չէր, 3 ճակատամարտ էր։ Բաշապարան, Հարաքիսահատես լավ ես հիշում։ Բերեք այդ 3 ճակատամարտերը ինչի համար է, Հայաստանի փրկության համար։ Բերեք միացրեք իրար, այսօրվա ճակատամարտը կոչեք ավարարի ճակատամարտ։ Հիմնականում իրականում տենց էլ կա։ Տեսեք, հարության տոնին բոլոր հայերը, ով որ իրան քրիստոնյա համարում, գնում են մոմ են վառում եկեղեցում։ Քրիստոսի փրկության համար, հոգու փրկության համար։ Այսօր կուսակցությունները ուղղակի պարտավոր են մեզ միավորել հավատի շուրջ, հավատի ճակատամարտի շուրջ։ Ես դիմում եմ 3 շարժումների, 3 չգիտեմ ուժերի դաշինքների ղեկավարներին, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Բերեք ժողովրդին տարեք հավատի պատերազմի, կոչեք ավարարի պատերազմ եւ ոնց որ մենք դուրս ենք գալիս հարության տոնին մոմ են վառում եկեղեցում մեր հավատի համար։ Բերեք դարձրեք այդ մարդիկ թող ընտրատեղամաս գնան Հայաստանի փրկության համար, Հայաստանի համար գնում ենք մոմ վառելու, չեն գնում քվեարկության։ Դրանով առաջնորդվելով կոչ անեն, տեսեք ժողովուրդը ամեն մեկը մի կուսակցության ճիշտ է, աջակից է, մի դաշինքի աջակից, բայց բոլորը եկեղեցու աջակից են։ Ժողովրդին հանեք տարեք այդ ձևով, այ մարդ, ստեղծեք մի մոդել, այդ մոդելով թող գնա, ասենք չստացվեց միասնության մոդելը, գոնե այդ ձևով, ժողովուրդը թող գնա քվեարկի, ում ձայն կտա, ով շատ ձայն կհավաքի, թող նայել նստի վարչապետ, իմ համար դա մեկ է, ես տարբերություն չեմ դնում, և դրանով կտեսնեք ինչ կլի, կվերածվի մի հանրաքվեի, որ ժողովուրդը ցույց կտա իրականում քրիստոնյա ազգ ենք, թե մենք մուսուլման ազգ ենք, և ուզում եմ վերջում մի բան էլ առաջարկել, բոլորի եկեղեցուն պաշտպանում, բայց մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները լիմիտավորված տեղ ունեն, բայց եկեղեցին տեղ չունի, թող խոստանա, որ հաղթանակից հետո եկեղեցին գոնե 1-2 ձայն կտան, պետք է իմ խորհրդարանում եկեղեցին ձայն ունենա, որովհետև ես գիտեմ, մյուսները ճամբար կփոխեն, ինչ գաղափար կփոխեն, բայց եկեղեցին ինչ չի դավաճանի, կմնա։